Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն այս ժամին միանալու համար, շնորհակալ եմ կիսելու, տարածելու համար, եթերները ձեր ակտիվության համար։ Դա այս օրերին բավականին կարևոր է միջայլոց։ Եվ այո, ինչպես կռահել եք, բնականաբար խոսելու ենք ազգային ժողովի նիստերից մեր վերաբերմունքը հայտնենք, այնպես որ ձեր կարծիքները նույնպես կարող եք հայտնել չաթում եւ կանխալ շնորհակալություն, որ օրի եթերի չաթում զսպվածություն ադրսևորվում եւ փոխադարձ հարգանք։ Հիմա մի երկու բան նայենք։ Ուրեմն նախ սկսեմ այնտեղից, որ նախորդ եթերիցս հետո տեսնում եմ շատ քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ, ինձ համար հարգելի մարդիկ եւ առհասարակ շատ գործիչներ եւ Facebook-ում էլ ակտիվ անձիկ, ովքեր սատարում են ԿՊ-ին, չգիտես, հա փորձում են ինչ-որ բաներ արդարացնեն։ Տղերք, մի հավայի մի արդարացրեք։ Իսկ պատգամավորներին մեր հարգելի ասեմ, եկեք ձեր գործը հələ որ շարունակեք, մի գնահատական կտանք, լավ։ Գիտեք ինչ, ես եթե ԿՊ-ից ինչ-որ մի բան ԿՊ-ում շատ բաներ կա, որ կարելի է արգել, ասենք որպես խմբակցություն կամ կուսակցություն, դրանցից մեկը այնա, որ շատ հանդուրժող են։ Հանդուրժողականությունը էլի սեփական կուսակցության կամ անձի հանդեպ քննադատություններին։ Այնպես որ եկեք կլինի հիմա մի փորձեք վերափոխվեք, դա լավ տեղ չի տանում։ Ճիշտ հակառակ, ես նախ շնորհակալ եմ նաև, որ ինչպես հասկացա այս վերջին երկու օրերի ելույթներից, հասկացա, որ մարդիկ դիտում են իմ եթերը, շատ շնորհակալ եմ դրա համար, անգամ մտահոգությունների մի մասը վերցնում են ընդհանուր մինչև ամբողջ ձևակերպումներով եւ դա հնչում է ազգային ժողովում։ Սա ասեմ շատ հուսադրող է եւ ուժ է տալիս, այո, որպեսզի շարունակենք աշխատել եւ դա բոլորին է օգուտ ու ձեռնտու։ Իմիջիայլոց ասեմ, որ ընդդիմությունը նույնպես որոշել է երբեմն լսի իմ եթերները ու որոշակի խմբագրումներ անի իր գործունեության մեջ։ Ինչը ասեմ, որ մի քիչ խնդալու է նայվում այն առումով, ես ուզում եմ, որ իրանք վերափոխվեն, բայց այն առումով, որ դա ձերը չի սազում, այն որ չենք հավատում, որովհետև արհեստական է դիտվում։ Ամեն դեպքում գովելի է, շատ լավ է։ Հուսանք այդպես կշարունակեք, որովհետև ձեր գործունեության արդյունքում հասարակությունը իմ եւ ինձ նման մարդկանց շուրթերով շատ խնդիրների մասին է բարձրաձայնելու։ Եվ կխնդրենք նաեւ այդ խնդիրներին եւ ձևակերպումներին ընտրողաբար չվերաբերվել, ընտրողաբար չմոտենալ։ Ուրեմն երեք եթեր չեմ արել, ասեմ ինչու, ժողովուրդ ջան, երեկվա եթեր չանելս կապված էր, որ Սյոպա Սաֆարյանի մահի գրասենյակում կազմակերպված էին շատ հետաքրքիր լսումներ կապված արհեստական բանականության ներգործության հետ, նույն լրատվական տիրույթում հիբրիդային այս հարցակումների եւ այլնի հետ, ես շնորհակալ եմ Սյոպա Սաֆարյանին հնարավորություն ընձեռնելու համար, որ ես էլ մասնակցել եմ, բավականին իհարկե շատ բաներ կար, որ գիտենք դրա մասին, բայց ինստիտուցիոնալ պատասխաններ հարցերին չունենք որոշներին։ Եվ Լեհաստանից էին հյուրերը, իմիջիայլոց ասեմ, բանը կարդում էր հայ ազգությամբ, ով Լեհաստանում է մեծացել, ում առաջիկայում, եթե սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին խոստացել է էլի գա Հայաստան, անպայման կհրավիրեմ իմ հաղորդմանը եւ կծանոթանաք Լեհաստանում հայկական ժառանգությանը եւ ինչու ոչ մի քանի բառով էլ արհեստական բանականությունից կխոսենք։ Եվ քանի որ մասնակցել եմ այդ սեմինարներին, չի հասցրել ազգային ժողովի նիստերը ամբողջովին դիտել։ Իսկ ես գիտեք, մինչև ամբողջը չդիտեմ, չեմ կարող բան ասել, էլի։ Այսօր դիտեցի 3 առաջորդ բանը, երեկվանը ու այսօր բանը, պատկերացրեք, արագացրած, այս երկուսի տակ, այսինքն 3 երեկոյանից սկսել եմ, այսօր նոր վերջացել եմ, մի երևի մի 40 րոպե առաջ, չէ՞։ Մի խոսքով, ու հիմա վերաբերմունքը ասեմ ինչպեսին նա։ Իհարկե ելույթներին հատած չանդրադառնանք, որովհետև ամեն հանձնաժողովի նախագահ ընտրելուց 30 եւ ավել ելույթներ են լինում, ամեն մեկը 10 րոպեով որ հաշվում եք, կինո է միած, բայց նորմալ է դա, ես դրանից չեմ դժգոհում, ավելի լավ, մի հատ լսում ենք էլի բոլորին, այդ ձևակերպումներն էլ են անհրաժեշտ լինում, բայց առնվազն երկու կարևորագույն դիտարկում։ Մեկը նրա հետ է կապված, որ իմ մոտ տպավորություն էր այսօր արդեն դիտելուց, ինձ մոտ տպավորություն էր, որ կամ
ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքն այդ քիչ-քիչ վերածվում ԿՊ-ի կամ ԿՊ-ն է քիչ-քիչ վերածվում ուժեղ Հայաստանի։ Իսկապես արդեն չեն ճանաչում որը որն է։ Մեկ-մեկ այն ամենասկզբի օրը որ սուս պաթոսախառը եկել են քանդել տաշելու, ոնց որ հասկացել են, որ իրանք մինչև ազգային ժողով գալը քիչ բան են հասկացել, քիչ բան են լսել, քիչ են ուսումնասիրել, քիչ են հետաքրքրվել, այդ իրանք, որ շատ հարցերում սխալվել են, ու պարզվում է նաև, որ ամբողջ իրենց քարոզարշավը, ինչի որ վրա որ դրված էր, դրանք էլ մեծ հաշվով փուչիկներ էին, որ պայթելով պիտի գնան։ Հիմա ես ուժեղ Հայաստանին ձայն տված մեր շատ սիրելի քաղաքացիներին եմ դիմում, հայրենակիցներին։ Ժողովուրդ ջան, հիմա դուք գոհ եք, նորմալ է ամեն ինչ։ Տեսնում եք, պարզվում է թրիփի ուղին միջանցք չի, ճանապարհ է։ Եվ իմիջայլոց ես դիմում եմ նաև բոլոր անդիմադիրներին ձայն տված քաղաքացիներին, որովհետև դուք գիտեք, որ մեկ է, իրանք մի թիմ են, տարբերություն չկա, ու ասենց իրանք առաջարկած թեզերի շրջանակներում մեր հանդեպ ատելություն գեներացնելով գալիս եք։ Հիմա տեսնում եք, որ թրիփի ուղին ուղի չի, ճանապարհ է։ Արտատարածքային միջանցք չի։ Տեսնում եք, ցույց տամ, ես ով եմ, դուք ասեք, ես ցույց չտամ։ Մի րոպե։ Սուվերենության հետ կապված, տեսեք, այդ համաձայնագիրը որ ստորագրվել է, ամեն դեպքում հրապարակված է, փաստաթուղթ է եւ Սուվերենության հետ կապված ես դա ճանապարհ է, դա միջանցք չէ, դա ճանապարհ է եւ կարծում եմ, որ մեր խոսություններում դա պետք է անվանվի ճանապարհ։ Դուք չեք համարում, որ իշխանությունը ամեն դեպքում Ադրբեջանի միջանցք է դրել, ինչպես կոչվում է Ամերիկայի գործընկեր։ Դա տարբերությունն է մեր երկու ֆրակցիաների միջև, մենք համարում ենք, որ դա ճանապարհ է եւ մենք համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի եւ չի ունենալու։ Շնորհակալություն։ Լրագրողները շատ հեշտ համաձայնվեցին։ Խեմ մատնանշում լրագրողներին, որովհետև միջև թրիփուղի կոչվելն էլ շատ խոսվում էր միջանցքից ու անընդհատ Նիկոլ Փաշինյանը ասում էր, տես բան չկա։ Հետո խաղաղության խաչմերուկ ծրագիրը երբ որ առաջ եկավ, էլի խոսում էին միջանցքից, էլի մարդը ասում էր, տես բան չկա։ Հետո արտասահմանից հյուրեր եկան։ Մեր լրագրողները հելան էլի միջանցք էին ասում արտատարածքային։ Անկամ Արարատ Միրզյանը ջղայնացավ այդ հյուրի մոտ ասեց, տենց բառ մի օգտագործեք, Ադրբեջանի ջրաղացին ջուր մի լցրեք։ Միևնույնն է, դուք չեք բանանում։ Հետո Փաշինյանին ամեն անգամ բրիֆինգներին հարցնում եք, էլի չէր լինում։ Հետո թրիփ ուղի այս ծրագիրը երբ որ սրա շուրջ սկսեց ամեն ինչ, դուք միևնույնն ասում եք միջանցք, ասում եք չկա տենց բան։ Դուք հələ չէիք հասկանում։ Չէիք հասկանում։ Մի քանի տարի չէիք հասկանում։ Արա Նարեկա Կարապետյան հենց ասեց միջանցք չի արտատարածքային։ Ճանապարհ է, մի անգամից հասկացաք։ Մի անգամից, տեսեք, մի վարկյանում հասկացաք, ու ոչ մի հարց։ Վերջ մարդը պատասխանեց գնաց։ Այնիշ Փաշինյանին, Արարատ Միրզյանին, մեր մյուս պատգամավորներին միկրոֆոնները բերանները նացում եք, չէ, միջանցք չէ, այլ որ համոզում եք, որ արտատարածք։ Այդ ոչ բան կես նախադասությունով հասկացաք։ Էլ անհանգստություն չունեք, բայց շուտ ասեք, շուտ Նարեկին բերենք, թող ինքը ասեր գնար էլի։ Էս ինչ էր։ Ու միայն դա չի։ Նման բաների շուրջ, այն ֆունդամենտալ հարցերի շուրջ, ոնց որ յուրատեսակ կոնսենսուս է ձևավորվել արդեն։ Պարզվում է, որ չէ, ամեն դեպքում 300,000 ադրբեջանցի ոնց որ չեն գալիս։ Պարզվում է, որ Իմիջայլոց այսօր Հայկ Ֆարմանյան այդ բաները, ելույթները, հարց ու պատասխանը բանը, պարզվեց, որ առհասարակ նրանք համարում են, բառացի եմ ցիտում, որ Թալանը պետք է վերադարձվի։ Հասկանում եք, ուժեղ Հայաստան խմբակցության ներկայացուցիչը, հանձնաժողովի նախագահի տեխնացուն, ասում է Թալանը պետք է բանը վերադարձվի ապօրինի գույքով։ Լուրջ տղերք։ Ու իհարկե լրագրողները օքեյ են։ Նորմալ է, դա արդեն քաղաքական հետապնդում չի։ Եթե Հայկ Ֆարմանյանն են ասում, ուրեմն նորմալ է արդեն։ Ու էլի ահագին բան է, սա ջան ասելով, ջան լսելով գնում են։ Չէ, այն որ ազգային ժողովում մթնոլորտը աշխատանքային է, որոշակի սրումներով իհարկե։ Դա լավ է, ես գովաբանում եմ դա։ Գիտեք ինչ, դա իր ազդեցությունը թողնում է հասարակության շրջանակներում, այսպես թե այնպես մասնակի գոնե թողնելու է։ Հա, դաշնակները, արա դաշնակները պարզեցին, եւ ոչ միայն դաշնակները, ուժեղ Հայաստանը նույնպես պարզեցին, որ Հայաստանի Հանրապետության սահմանները 29743 քառակուսի կիլոմետր են։ Այսինքն պարզեցին, որ Արցախը
Հայաստանինը չի։ Հասկանում եք։ Ես 2-3 օր պարզեցին վերջացավ։ Պարզվում է բոլորը Հայաստանի սուվերեն սահմանների հետ համաձայն են, ոչ մեկ արտատարածքային նկրտումներ չունի։ Պահանջներ ես իսկապես կոչ եմ անում ձեզ հարգելիներս սիրելի քաղաքացիներ, ովքեր ընտրել են ընդդիմադիրներին ելնելով այս մուտիտներից, որ ձեր ուղեղը լցրել էին այսքան տարիներ։ Տղերք, ես ասում եմ, ներողություն պետք չի ասել, պետք չի խոստովանել, որ այո դուք սխալվել եք, բացարձակ ոչ մի բան։ Պարզապես ընդունեք, որ ես ձեր համար սրտացավ եմ եղել, որովհետև ես իմ մասով եմ ասում։ Գոնե ես մշտապես ասել եմ, այ ձեր ցավը տանեմ, ձեզ խափում են, ձեզնով փորձում են քաղաքական դիվիդենդ հավաքել։ Իրանք գիտեն, որ դա այդպես չի։ Ես 5-6 տարի իմ աշխատանքը ավելի շատ հենց ձեզ եմ նվիրել, այսինքն ոնց եմ նվիրել։ Դուրս եմ եկել իրանց սուտը, ասել եմ ժողովուրդ, սա սուտ է։ Սա մուտիլովկա է, սա նրա համար է, որ դիվիդենդ հավաքեն, սրանով փորձում են ձեր ներաշխարհի վրա ազդեն, ձեր զգացմունքային դաշտի վրա ազդեն, որպեսզի ատելություն սերմանան։ Դուք ասել եք, չէ, գնել։ Ուրեմն դու Նիկոլին ես սատարում, որ տենց ես ասում։ Ասել եմ, ախպեր, Նիկոլ չէ, ով ուզում է լինի, խնդիրը իմ համար, իմ մոտ տենց է, իմ պետությունն է։ Կբերեն մի հատ լավ առաջարկ պետականամետ, ես համաձայն կլինեմ, որ դա ընդունվի, բայց արյութից, որ 6 տարվա մեջ որևիցե նորմալ, գոնե իրենց ասածների շրջանակներում նորմալ առաջարկ չեն էլ բերել, որովհետև իրանց խնդիրը աշխատանքը չի եղել։ Իրանց խնդիրը ձեզ այդ մթնոլորտի մեջ պահելն է եղել, որտեղ դուք իրանց համար ձայն եք։ Ինչպես ցավոք սրտի շատ բաներում անընդունելի ձևակերպումները կա, այն ձայնագրություններում գլխականակից սկսած չգիտեմ ինչից բացած։ Ես դրա հետ հաշ չեմ եղել մշտապես։ Դուք եք հաշ եղել, որ դրա հետքանից հետո գնացել ձեն եք տվել։ Ես հաշ չեմ եղել։ Այստեղ է խնդիրը։ Հիմա տեսնում եք տղերք ջան, որ Ղարաբաղի հարցում կոնսենսուս ընդհանուր կա, ուղղակի մնացել է այնտեղ ֆորմալ մի երկու բառ ասեն, որ ընդունում են, բայց էլի չեն էլ ասի։ Իրանց Փաշինյանի հրավերին չգալը հերոստատեսությամբ քննարկելու, արդեն դա էլ է, էլի ասում ու պատմում։ Ու հիմա գնացեք դե ձեր գնահատականը տվեք։ Ձեր գնահատականը տվեք, թե ինչի են ձեզ 20 տարուց ավել մշտապես խաբել։ 20 տարի գնացել ուրիշ բան բանակցել են, եկել են ձեզ ուրիշ բան ներկայացրել են, գնացել են ուրիշ բան բանակցել են, գնացել բանակցել են տալու մասին, եկել ձեզ ասել են Բաքու են գնում չայ խմելու։ Հասկանում եք։ Հիմա գանք պատմությանը։ Ես հորդորում եմ ազգային ժողովի պատգամավորներին, հատկապես Հայաստան դաշինքի պատգամավորներին, ազգային ժողովում պատմության դասեր չանցկացնել։ Նախ, եթե այդ ազգային ժողովի նիստերը մի քանի ժամ են տևում, այդքանը նայող չկա ու վերլուծող չկա, ով էլ նայող ու վերլուծող այդ պատմությունները գիտի։ Մեր հայոց պատմության, Հայաստանի պատմության, մեր ցավերի, մեր իրականության մասին պետք չի, որ դուք այդտեղ նստեք, խոսեք։ Մենք դա անցել ենք դասագրքերով, բոլորս ցեղասպանության մասին գիտենք, բոլորս քրիստոնեության ընդունման մասին գիտենք, բոլորս գիտենք եկեղեցու դերն ու նշանակությունը, ինչպիսին է եղել հայկական իրականությունում եւ պետականություն չենք ունեցել։ Եվ այլն եւ այսպիսի բաներ, որոնք որ բերել եք ազգային ժողովում դնում վերցնում եք, ոնց որ 4-րդ դասարանի քննարկում լինի։ 4-րդ դասարանցն է։ Ես չգիտեմ, մեր դասերն եք ստուգում, ուզում եք տեսնեք դպրոցում ոնց ենք սովորել։ Նորմալ, լավից վատից ձեր պահած դպրոցն ինչ պիտի լինի, որ ինչ սովորենք, հարցը այդ չի։ Բայց դուք առնվազն դաշնակները մի քանի տարիներ շարունակ, երկար ուձիք տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարության պորտֆելը ձերն է եղել, դուք ունեցել եք հնարավորություն հանրությանը կրթելու այդ առումով, պատմության առումով։ Հիմա արդեն ազգային ժողովում եք ու պիտի խոսեք ուրիշ բաներից։ Խոսեք այդ դրանցից։ Եկել եք ամեն անգամ իջնում ներքևից բարձրանում եք, ամեն անգամ իջնում ում եք ինչ ասում։ Ում եք բացատրում, եք ինչ գիտեք դուք, որ մենք չգիտենք։ Ինչո՞ւ պիտի քաղաքացին ինչքան որ պիտի իմանա, որ ոնց դպրոցներում պիտի, այսինքն դուք ինքներդ ընդունում եք, որ ձեր տված ձեր պահած դպրոցի նման չէ, չէ՞։ Կամ այդ դիսկուրսները մեր պատմության վերաբերյալ ինչի այն ժամանակները չկային։ Ինչի չկային, կամ թեկուզ հերոստատեսությամբ, այ բանավեճերով, բաներով, հաղորդումներով, ինչի չկային։ Ինչից եք վախենում։ Թե ձեզ ասված էր, որ ազգայինը պիտի քիչ-քիչ մարի Հայաստանում, որովհետև
այլ ծրագրեր կան Հայաստանի հետ կապված։ Պարզվում է, որ բաներում առհասարակ որոշ ոլորտներում առհասարակ նորմալ ձեռքբերումներ կան։ Արա բայց ձեզ ընտրողներին խիեք տես բաներ խափում։ Խիեք դարձրել, որ Հայաստանը նես վիճակում է, որ պիտի մի ձև փրկենք, ախպեր, չգիտեմ, հասցրինք, էլ չէ, չենք էլ հասցնի։ Բայց ինչ էր։ Դե նա տեսնում ենք, լավ է, նորմալ զրուցում եք, հաշտեք ամեն ինչի հետ էլ։ Թղթեր եք կարդացել։ 44 օրյա պատերազմը քննող հանձնաժողովը ինչու չի հրապարակել բանը։ Ու սա հարցնում է Գեգամ Մանուկյանը։ Ինչքան ես գիտեմ, Գեգամ Մանուկյանը հանդիսանում է հենց այդ հանձնաժողովի անդամ, ովքեր բոյկոտել են այդ հանձնաժողովի աշխատանքները եւ չեն մասնակցել այդ աշխատանքներին։ Հիմա Գեգամ Մանուկյանն մեծ ռոպիկը։ Բանը հետաքրքրություն են դրսևորում, թե բա ինչ եղավ այդ գործը։ Ճուճու արա։ Այդ դուք չեք է որ պիտի պահանջեք կամ չպահանջեք։ Դուք вообще չեք։ Եթե որևիցե մեկը չունի բարոյական իրավունք պահանջելու, այդ դուք եք։ Մնացած Հայաստանում ցանկացած մեկը ունի այդ իրավունքը պահանջելու։ Ընդ որում այո, այնտեղ կա գաղտնի հատվածներ, որոնք որ ես հասկանում եմ, որ այդ հանձնաժողովի աշխատանքները ամբողջովին չեն հրապարակվելու։ Ես վաղուց եմ դա հասկացել, բայց գոնե մասնակի կամ բանով պետք է դա լինի։ Ու այդ պահանջողը դուք չեք, դուք համ բոյկոտել եք, չեք մասնակցել։ Արա, օրինակ, Օսկանյանին երբ որ այդքան կանչում էին, որ գար չէր գալիս։ Մեկ հատ հայտարարություն արել եք, ասել եք, առհասարակ մենք ազգային ժողովի падգամավորներ ենք, ազգային ժողովում ստեղծվել է ասենց հանձնաժողով, ու երբ որ կա հանձնաժողով, գոնե ազգային ժողով կոչված ինստիտուտի հանդեպ վերաբերմունք ցուցաբերելու համար դու պիտի գաս Օսկանյան։ Ասել եք, չեք ասել։ Հիմա դուք եք պահանջում արա։ Ինչից խոսում են իրանք իրենց վրա են դուրս գալիս։ Գանք բանին, կաթողիկոս թե կտրիչ Ներսիսյան դումփու։ Ուրեմն, նախ արձանագրենք, որ հայ սակրավորների մահը կամեցող քաղաքական ուժը, այո, ես այսուհետ բոլորիդ եմ դա վերագրելու, որովհետև ես չգիտեմ Էդգար Ղազարյան կոչեցյալը երբ ինչա հարկ կհամարի ասել ինչը չէ, բայց դուք քաղաքական պատասխանատվություն եք կրում ձեր թիմակցի մասով, ու քանի դեռ գոնե դուք ձեր վերաբերմունքը չեք հայտնում, կամ Նարեկ Կարապետյան, երբ որ դուրս ես գալիս ամբիոնի մոտ ու չես անդրադառնում սրան, խուսափում ես, դա նշանակում է, որ առայժմ քաղաքականապես նպատակահարմար չեք գտնում վերաբերվելու, այսինքն առայժմ թող գործի այդ ցանկությունը, որը հայտնել է Էդգար Ղազարյանը։ Հետևաբար դուք ձեր խմբակցությունով հայ սակրավորների մահը կամեցող խմբակցություն եք հանդիսանում։ Եվ երբ որ լսում եք Կտրիչ Ներսիսյանի անունը վատանում եք ու ես իմ սկսում եք փիլիսոփայել, եկեք միջև վատանելը նախ արձանագրենք հետևյալը, որ թե դուք, թե մյուս խմբակցությունները, թե առանձին վերցած մարդիկ, ովքեր դեռ չեն հայտնվել ազգային ժողովում ու Աստվածչյանի հայտնվել։ Դուք կողմ եք, այդ դուք եք ասում, ես չեմ ասում։ Երբ որ դուք մի բանը մերժում եք, հաստատում եք մյուսը, ճիշտ է։ Դուք կողմ եք, որ ամենայն հայոց կաթողիկոսը, անկախ նրանից թե ով է, կանոն խախտի, եկեղեցու կանոն խախտի։ Դուք կողմ եք, որ կարա երեխաներ ունենա թաքուն պահի։ Դուք կողմ եք, որ կարող են բիզնեսներ ունենալ։ Հենց լուրջ բիզնեսների մասին է խոսքը, եւ այդ բիզնեսները հենց եկեղեցուն վաճառելու մասին է նաեւ խոսքը։ Այն Բագրատ Սրբազանը, որ մեղրի գործեր անում, գնում է իր Տավուշի մարզի եկեղեցիները, իր մեղրներ էլի դրած վաճառում եկեղեցու բակում, փորձել էր մեկ այնտեղ բերել մեղր վաճառել։ Մի խոսքով վերածել էր առևտրատան, էլի։ Դուք կողմ եք, որ տվյալ կառույցում ոտնահարվեն աշխատանքային իրավունքներ։ Ուսած լիքը բաների դուք կողմ եք, որ կաթողիկոսը մասնակցի քաղաքական
process-ներին։ Դուք սատարում եք դա, ես ճիշտ եմ, չէ՞ հասկացել, իսկ ես ճիշտ եմ հասկացել, որովհետև ասեմ ինչու եմ ես վստահ, որ ես ճիշտ եմ հասկացել, ոչ թե ասես զգում, գուշակում ու ձեր գործողություններն են դա ցույց տալի, ոչ, այս ամեն ինչը ուղիղ օրինակելու է։ Օրինակ, որոշ սրբազաններ ձեր համար սրբազան էին, մինչև այն պահը, երբ որ քաղաքականապես հակադարձվեցին ու քաղաքականապես չաջակցեցին Կտրիչ Ներսիսյանին։ Բա եթե դուք քաղաքական չեք վերաբերվում, որպես քաղաքական կառույցի չեք վերաբերվում, բա խեք այն ժամանակ սատարում այդ նույն սրբազաններին ու եկեղեցու սպասավորներին առհասարակ։ Այս պարագայում արդեն իրաց չեք ընդունում, որովհետև քաղաքականապես ձեր հետ չեն։ Եկեղեցական ոչ մի բան չեն արել, դուք էլ ով եք որ խառնվեք եկեղեցու գործերին, ճիշտ է, ասենք ոչ մեկ իրավունք չունի, չէ՞ խառնվի եկեղեցու գործերին։ Բայց ինչա ձեր համար մի պարագայում ցես, մյուս պարագայում է, որովհետև դուք կողմ եք, որ եկեղեցին վերածվի քաղաքական օջախի։ Վերջ։ Հիմա, երբ որ դուք այս թվարկածս բաներին կողմ եք, ու ասում եք, չէ, իրան պիտի ասեք ամենայն հայոց կաթողիկոս, ես չեմ կարա չասեմ, վերցրեք ձեր ամենայն հայոց կաթողիկոսին ու ռադներ հետ քաշեք հայկական եկեղեցի ամենայն հայոց եկեղեցի ասվածը ստորադասելու process-ից։ Դուք եկեղեցի վարի տվողներ եք։ Դուք, այո, որովհետև դուք համարում եք, որ հայ առաքելական սուրբ եկեղեցին պիտի կանոն խախտի։ Այդ կանոնը սովորական հասարակական կազմակերպության ներքին կանոնագիրք չի։ Ասենք օրինակ մեր հասարակական կազմակերպությունն է, ասենք թե գրածա որ տարին մեկ պիտի համագումար անենք, չէ՞։ Ու կարող է պայի տակ չանենք։ Պետությունը չի կարասի խիչ արեցի։ Չնայած հարցեր կարան առաջանալ։ Բայց եկեղեցին ամենայն հայոց առաքելական եկեղեցին է, ով կանոն է խախտում։ Ու ինչն այստեղ հետաքրքիր։ Դուք այն քաղաքական ուժերն եք, ովքեր մշտապես սատարում են կանոնախախտությունը։ Դուք սատարում եք այն ամեն ինչը, ինչը կարգուկանոն խախտելու մասին է։ Ձեր ասած քաղբանտարկյալներից սկսած, ոնց մարտի 1-ը եք սկսում քիչ-քիչ արդարացնել։ Եկեղեցուց վերջացրած։ Էլ ոնց կարելի է ձեզ ընկալել լուրջ քաղաքական ուժ։ Ոնց կարելի է լսել, թե ինչքան sense գեղեցիկ բառակապակցություններ կարող է կազմել, գեղեցիկը ճակերտներով իմիջայլոց։ Դուք ընկալում եք Կտրիչ Ներսիսյանին ձեր քաղաքական բանի մեջ։ Ես վստահ եմ, հենց հիմի Կտրիչը վեր կենա, ասի վсё, սրանից հետո սատարում եմ Նիկոլ Փաշինյանին, դատարելու է ձեր համար կաթողիկոս լինելուց։ Մի անգամից դաշնակները հիշել են մի քանի պատմական իրավիճակներ, մի հատ դաշնակները այդտեղ վարժեն, էլի, մի հատ փախած բառ են ճարելու բերեն, ասես տնեն, ու ասես մխեն ճակատին, ու վсё, դες գնա։ Ասում, դա սաղս ենք հասկանում։ Նենց որ ձեր բանը եկեղեցասիրությունը մի դրսևորեք այս ձևով։ Դա շատ զզվելի է նայվում ընդհանուր միջև, անկեղծ եմ ասում։ Հիմա այս համատեքստում անդրադառնանք Նարեկ Կարապետյանի հնչեցած այս խոսույթին, որով էլ հենց փորձում են մանիպուլացնել։ Այս երևի այն Աչապահյանը կամ Բագրատյանը ասել է, սրանք էլ տենց ուղերներն առել են, էլի։ Ու եկել ազգային ժողովից են բացածային։ Լեգիտիմ եկեցու մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին Վեհապարը, ում ընտրել է համայն հայություն 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ, 100,000-ավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք Մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք Մերոնը։ Դուք մերժում եք Մերոնը, կրոնական քրիստոնեական առումով դուք հարցականի տակ եք դնում 100,000-ավոր մեր հայրենակիցների քրիստոնյա լինելու հարցը։ Մենք համարում ենք մեր լեգիտիմ եկեցու առաջնորդը մեր կաթողիկոսը Գարեգին Վեհապարը, ում ընտրել է համայն հայություն 99 թվին։ Իսկ գիտեք ինչ եղել 99 թվից հետո։ Մերոններ, կնունքներ, 100,000-ավոր հայ երեխաների։ Եթե դուք մերժում եք Մերոնը, մերժում եք կաթողիկոսին, դուք մերժում եք Մերոնը։ Դուք մերժում եք Մերոնը, կրոնական քրիստոնյա։ Հիմա այս абսուրդ վերսիայի համար ասեմ հետևյալը։ Տեսեք, վերեմ մի հատ պետության վրա, որ ոչ մեկի զգայունական դաշտին չկպնեմ հանգարց։
Հետո կտեղափոխվենք ենքով։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքացիները 2018 թվականին մերժեցին Սերժին։ Հաջորդ քայլով մերժեցին ողջ հանրապետական կուսակցությանը ու նախկին բարգերը այս ամեն ինչը։ Արդյոք դրա, բայց այս քաղաքական ուժերը 20 տարի այս կոալիցիաներով բանով կառավարել էին պետությունը։ Արդյոք դրանով քաղաքացին մերժում էր բոլոր այն օրենքները, իրավական ակտերը, համակարգը, սահմանադրությունը, այն ամեն ինչը որ ընդունվել էր Սերժի կամ Քոչարյանի օրոք։ Ոչ։ Դա այդպես չէր կարող լինել։ Կամ ինչ որ մի պահից պարզվեց, որ չգիտեմ, սովետական միության այս ինչ առաջնորդը չի պարզվեց իհարկե էդի KGB-ի գործներ, այս ինչ առաջնորդը բանա, շպիոնա։ Տարան Գյուլին ճամփին գնաց։ Մերժվեց դրանով խորհրդային միությունը, նրա ժամանակ արած հրահանգներն ու հրամանները, ոչ։ Քաղաքացիները շարունակեցին մնալ քաղաքացի։ Հիմա Կտրիչ Ներսիսյան, ես հասկանում եմ, որ պետությունը մի քիչ այլ բան է այս առումով, հա, ինքը ագրեգատ մեխանիզմ է։ Չնայած եկեղեցին էլ ինքը այնց վատ մեխանիզմ չի, էլի կառավարման տեսանկյունից։ Հիմա նայեք, մենք ես ձեզ ասեմ, էլի ունեցել ենք կաթողիկոսներ, որ ծպտեան թաքուն երեխա ունեցել են, կամ երեխաներ։ Ու դրա մասին ես վստահ եմ, մեր անվտանգության կառույցը տեղյակ է։ Ну, մեր որն է, այն ժամանակվա ԱԱԾ-ն ավելի ռուսական կառույց էր, բայց այնուամենայնիվ տեղյակ էին։ Իսկ ես խոսում եմ մեկի մասին, կներեք, որ անուն չտամ, որևիցե մեկի զգացմունքներին չկպնելու համար, կամ այլ խոսակցության, այլ դիսկուրսի մեջ չմտնելու համար, ով մկրտել են մեր ծնողներին արդեն։ Հասկանում եք։ Հիմա, որ պահից, որ պարզ է դարձել և հաստատվել է, պիտի գնա։ Հիմա ինքն մերոն օրհնել մինչև հետ, ինչ արել, ինչ չարել, եկեղեցին վստահ եղեք, դա հոգևոր կառույց է, ու վստահաբար կգտնի միջոց, ընդհանուր մի ծիսակարգ անցկացնելու և այդ ամեն ինչը կարգավորելու համար, հանգիստ եղեք, ոչ մեկի մերոնը ու մկրտությունը հարամ չի լինի։ Բայց, եթե այդ քայլին չգնանք, սրանից հետոյի եղածը խիստ հարցականի տակ ու շատ է վնասում քրիստոնյա հավատացյալ ժողովրդին, անկախ նրանից իրենք ոնց են վերաբերվում Գարեգին Բ-ին կամ Կտրիչ Ներսիսյանին։ Ես Գարեգին Բ, որ ասում եմ, ես մեկ-մեկ տենց անձնագրով ուզում եմ ասեմ, որ դուք ձեզ մի քիչ լավ զգաք, էլի, բայց ես իրան կաթողիկոս երբեք չեմ կարող անցալեմ։ Առնվազն այդ դեպքից հետո, ու ոչ միայն այդ դեպքից, առնվազն նրա քաղաքականությունն նա կանոն է խախտել։ Եկեղեցական կանոն, գիտեք ինչ է։ Անգամ ջունգլիներում, արա մեկ Մաուգլի մուլտիկը նստեք նայեք, էլի։ Նստեք նայեք։ Այնքան խոր փիլիսոփայություն կա այնտեղ։ Անգամ ջունգլիներում կենթանիների աշխարհում այդ կանոնը չի խախտվում։ Բանական էակներ, եկած ասած 2026 թվական, ասում եք ոչինչ, որոշ դեպքերում թող խախտվի այդ կանոնը։ Դա բերում է եկեղեցու կործանմանը, ոնց որ ժամանակին պետության կանոններն էիք խախտում, ու պետությունն էր արդեն կործանվում։ Ոնց որ Արցախի թեմայով կանոն խախտեցիք ու Արցախը չկա։ Ոնց որ Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ էր դառնում, ոնց որ հենց խոսում եք աղքատությունից, որին նայում բռնում են 100-200 հատով տուն ունի արա։ Մարդիկ դոմիկներում են ապրել սաղ կյանքները, մի ամբողջ կյանք վարի է գնացել, հետո ինչ ողջ է, էլ էդի կյանք, հա, իր կյանքը չի վարի եք տվել, արա, ու վարի եք տվել նպատակային, ու դուք այսօր խոսում եք աղքատությունից, այնինչ են Պաշտոնյանով պատասխանատու է սրա աղքատ չլինելու համար, 200 տուն ունի կենտրոնում, արա, ու սա եղել է համակարգային, այսօր որ կպաս Ֆարմանյանը չէր ուզում հասկանալ իբր համակարգային կոռուպցիան որն է,
Հույս ունեմ հիմա գնացել ատում մի հատ Google-ում տենում է ինչ անշանակում համակարգային կոռուպցիա, որ վաղը նույն վիճակում չհայտնվի, որ մի հատ էլ էդի հասկանա տարբերությունը որն է։ Հասկանում եք դուք, այստեղ է խնդիր առաջանում, հանրության անհաշտությունը ստեղ է, որ խի պիտի դուք լինեիք հայտնվեիք ազգային ժողովում, ու երբ որ այո քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ ամենայն հարգանքով դարձյալ ասում եմ անձնական ոչ մի բան չընկալեք, ու շատ լավ է գովերքում եմ ես եմ փաստը որ կարող են մտնել Facebook-ով համացանցով որևիցե ուղերձ հղել ելնելով հանրության անհանգստություններից, դա էլ է շատ լավ, բայց երբ որ դուք փորձում եք մեզ բացատրել, թե ամեն ինչ նորմալ է, հեսա աշխատում ենք, հեսա թույն ձևերով ընկնել ոչինչ որ էս ինչ բանը, սենց ինչ բանը նենց, հանրության անհաշտությունը շատ լավ գիտի, որ օրինակ 4 բանը պիտի լինի ազգային ժողովի մի հատ նախագահ, 3 հատ տեղական ու բնականաբար այն մի հատը պիտի լինի ընդդիմադիրներն, հանրությունը դա լավ գիտի, զրոյից մի բացատրեք դուք։ Դուք գնացեք նայեք ձեր ճարը ոնց եք, դուք ուղերձ ունեք հղելու, հղեք որ թե ոնց եք դուք աշխատելու այս իրավական այս քնչական ննչականներից, այս կոռումպացված, այս որ ոչ մի ձև չեն ուզում դզեն այդ համակարգերի դեմ։ Ինչ օրինաչական մեխանիզմներ եք առաջարկելու։ Դուք աշխատել եք, ես լուրջ եմ ասում, մշտապես ասել եմ ժամանակը երևի սուղը ընդդիմադիրներն էլ չեն աշխատում։ Շատ հարցեր այո, ես այտենց եմ արդարացրել նաև ձեզ։ Ու նաև իմ պատկերացումներով իսկապես տենց է դժվար է։ Բայց կներեք, դուք երկրորդայինը բերել եք առաջնային շատ դեպքերում, առաջնայինը տարել եք 10-րդ տեղ, ու իմ բարկությունը այ դրանում է կայանում, որ կարելի է աղի մասին օրենքը բերել առաջի պլան, օբյեկտում սեղանին աղ չդնելու մասին օրենքը։ Ես բրավո, օրենքը, լավ օրենքը, միջազգային ստանդարտներով է, ես խնդիր չունեմ օրենքի հետ, բայց սա առաջնայինը չէ, առաջնայինը այն օրվա արածած եթերն է, որտեղ որ մեր դատական համակարգը համարում է, որ դրոշը կարա պղծվի։ Ու եթե դրոշը պղծողին դու բան ասես, դու պիտի գնաս հետո ներողություն խնդրես, մի 200,000 փող վճարես։ Այ էս է խնդիրը։ Որ պետական սիմվոլ, պետությունը իր տարածքային ամբողջականությամբ, սահմանադրությամբ սիմվոլներով, շա էս է պետություն։ Այ այստեղից սկսելու տեղը կամ նույն սահմանադրական հանրակրեն թեկուզ։ Շատ կարևոր տեղերից սկսելու տեղը գնացել եք չկլաց, ես ինչ տեղը ծխել չի կարելի, այն ինչ տեղը աղը մի նորմալ դրանք են օրենքներն են, որ դրա մասից քիչ ժողովուրդը պիտի տեղյակ էլ չլիներ։ Դա տեսարողները պիտի տեղյակ լինեն։ Այդտեղ դες կողքից մի հատ օրենք էր, ընդունվեց գնաց, որոշում էր գնաց։ Այս սա է բանը, հարցը։ Հիմա դուրս եկեք էլ կներեք, որ մի քիչ բան ենք լինում, բուրրան ենք ընդունում ու բուրրան ռեակցիա ենք տալիս։ Ժողովուրդ այս պրոցեսներին ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել։ Այս 2003-ից 2008 թվերի ընտրություններ չեն։ Այս 2013 թվի ընտրությունն չի, որ հանրությունը ամրսած գիտեր մեկը սենց ալնել ու չէր հասկանում, թե ճակատագրական ինչեր է որոշում։ Այսօր ժողովուրդը անցել է բարդ բաների միջով, այսօր ժողովուրդը անցել է պատերազմի միջով, այսօր ժողովուրդը անցել է էթնիկ զտման միջով, այսօր ժողովուրդը ատամներով պահել է ժողովրդավարական արժեքը, ասել է լավ մեջներից մի քիչ բան ձեզ եմ տեսնում, վերցրեք գնացեք իրագործեք, ու դուք ու պարզա որ պիտի զգայուն լինի որոշակի հարցերում։ Պարզ չի դա։ Այսով ինչ է եղել։ Սա վատ պահող կա իրան։ Հա։ Բանալինի ժողովուրդ հանկարծ ուրիշ բան չանեք, ընդամենը գրեք որ բլոկ եմ, եթե ոչ թե հակառակ կարծիք է, այլ եթե վիրավորում են ինչ-որ մեկին։ Այս սա է հարցը։ Ու դուք դրա հետ պիտի հաշտ լինեք ու հլու հնազանդ պիտի մենք մինչև այսօր իսկապես չգիտենք առաջնային հարցերը որոնք են։ Հա, իսկապես չգիտենք։ Ինֆորմացիոն բլոկադա է Հայաստանում, տերոր, ինֆորմացիոն տերոր, 6-րդ տարին է։ Ընդ որում մարդիկ, ովքեր փորձում են այդ ինֆորմացիոն տերորի դեմ կամավոր ձևով առնել, մտնել համացանցերով, ակտիվ լինել, բացատրել, մարկած, այս մարդիկ հետապնդման են ենթարկվում։ Աջանդամալնի։ Հա, հելել ենք, դե գիտեք ինչքանի որ որպեսի։ Հիմա էլ բոլորի հետ հաշտ են։
Հաշտության մթնոլորտում են անցնում մեկ շատ լավ է թողացնի հաշտության մթնոլորտում։ Բայց գիտեք ինչ, երբ որ պատգամավորը վերակենում կանգնում թիվ 1 ամբիոնի մոտ այն պատգամավորը ով մաղթել է հայ սակրավորների մահը երկու խմբակցություններին դիմելուց խոսում է երկու խմբակցություններին դիմելուց առհամարական բան է դրսևորում։ Չէ, ձեզ չի թվում, որ սրա հանդեպ շատ հանդուրժող եք դուք։ Սա կպնում է մեզ բոլորիս։ Նույն ձևով նայեք։ Ես հասկանում եմ այն մարդկանց, չեմ ընդունում, բայց հասկանում եմ այն մարդկանց, ովքեր որ կարող է Քոչարյանին օրինակ քննադատեմ, իրանք մտնեն ասես փորձեն ագրեսիվ ձևով փրկել Քոչարյանին իմ ջանքերից։ Ես իրանք հասկանում եմ, որովհետև երբ որ ես խոսում եմ Քոչարյանից, ինչ որ չափով իրանք վերցնում են նաև իրենց վրա։ Հասկանում եք։ Իրենց վրա, որովհետև դա իրանք ընտրությունն է։ Հասկանում եք։ Ես հասկանում եմ, երբ որ խոսում եմ ձևիստներից, որոշները վերցնում, քաղաքացիների մասն է խոսքը գնում։ Վերցնում են, արա բա դուք քիչ եք հասկանում, որ օրինակ, ովքեր որ ընտրել են Արամին Սարգսյան, Նիկոլին Փաշինյան, մյուսին, այդ բառակամ իրանք էլ ինչ որ չափով դա իրենցն են համարում։ Ապա, երբ որ մի հատ սրիկ է, վերակենում կանգնում ազգային ժողովի ամբիոնի մոտ։ Յանի ելույթ պիտի ունենա։ Հարգելի բան ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքի պատգամագործընկերներ։ Ու շարունակում է միտքը 5 օր է։ Իրան դեռ շանտեղ դնող է լինում։ Իրան չէ, ու խոսքը ինքը չի։ Դրա պատասխանատուն Նարեկն է Կարապետյան, որովհետեւ եթե առաջի օրն անում, կասես լավ, կապիկություններ արեց։ Երկրորդ օրն անում, ասես լավ, աշկի սրա մասին չեն հասցրել իրանք իրար մեջ երևի խոսան։ Բայց երբ որ մի շաբաթ անում է, դա նշանակում է, որ դա ուժեղ Հայաստան խմբակցության ընտրած ռազմավարությունն է։ Ու այո, Էդգար Ղազարյանին էլ դրել են, որպեսզի ինքը մաքսիմում ձևով փորձի արժեզրկել են ինչ որ կա։ Ապա դրա պատասխանատուն նաև Նարեկ Կարապետյանն է, դուք այսօր ելին եք, հետները մտնում եք դիսկուրսի մեջ, դե մի նկատեք իրանց։ Մի նկատեք։ Սա վիրավորական է։ Մարատ YouTube գնել եղբայր մի քիչ ծանրաձող ես բարձրացնում, զգուշ գրիժա չստանաս։ Խնդրեմ եղբայրով խոսալուց հետո եղբայրով աշկից թոշ չպրճել ու վերջում տենց ձևակերպում չանես սրանից հետո։ Լավ։ Ես շատ ավելի ծանր բարձրաձողեր եմ բարձրացել, то գրիժայել եմ մեկ-մեկ ստացել։ Մեկ-մեկ չեմ ստացել, մեկ-մեկ հաղթել եմ, մեկ-մեկ պարտվել եմ։ Ինչ կա, քո ասած զգույշ գրիժա չստանասը, սպառնալիքի նման մի բան է։ Մեկնաբանի իմ ու մնացածների համար, ինձ շատ կարևոր է դա։ Եվ ինչն ես համարում ծանրաձող։ Ինձ կարևոր է դա, խնդրեմ մեկնաբանես։ Հիմա ողջ ընդդիմադիր դաշտը մի հատ հարցի պիտի պատասխանի։ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իր սպասավորներով հանդերձ Հայաստանի Հանրապետության կողմ են թե դեմ։ Առհասարակ պետականության գոյությանը կողմ են թե դեմ։ Աչքովս ընկավ, այս ընդդիմադիր պատգամավորներից մեկը, չեմ հիշում ով էր, ախր դե էլ բան են, անունները չեմ հիշում։ Բայց ասեմ հետաքրքիր թվեր կան։ Սենց անում, ասում է Շվեյցարիայում ասում է, կաթողիկոսը վեր կացավ եւ խոսեց ինչի մասին, Բաքվում պահվող գերիների մասին։ Այնինչ պետությունը լուր էր բան։ Հիմա այս ինչ ձևակերպում է։ Մի 4 տարի անց, ասեմ ժողովուրդ ջան, մի 4 տարի անց 44 օրյա պատերազմից կտրիճը որ գնացել էր Շվեյցարիա գործով մի հատ այտենց բան ասել։
Այն որ պետությունը որքան կարա, ոնց կարա, որտեղ կարա, բարձրաձայնում է այդ հարցը։ Այո, դժվար, գիտեք ինչ։ Պարտվելը դա միայն ճակատում պարտվելը չի։ Բայց պարտությունը շատ թանկ է մեզ վրա նստել, այո։ Եվ հարկ ու պատիվ մեր բոլոր ժամանակների հերոսներին, բայց այս պարագայում խոսքը միայն նրանց մասին չի։ Նրանք անձնազոհ ձևով իրենց գործը արել են, բայց պարտության հետևանքները դեռ երկար է ցույց տալու իրար։ Այո, ճակատում պարտվել նշանակում է դիվանագիտական տիրույթում բարդ տեղից սկսել երկխոսությունը։ Այո, նշանակում է մեծ դժվարությամբ տնտեսություն ոտքի կանգնացնել։ Իմիջիայլոց մեր տնտեսությունը կոլապսի չենթարկվեց։ Շատ քիչ աշխարհի պատերազմների մեջ կգտնեք պատերազմ, որտեղ որ տնտեսությունը կոլապսի չի ենթարկվել պարտվելուց հետո։ Բայց դուք այտենց անում եք, որ ձեզանից այդ պարտությունը ցրեք։ Հասկանում եք, պետք չի փախնել դրանից։ Պետք չի հենց դրանից փախնեք, շատ մյուս ավելի ծանր բան է լինելու։ Դուք պիտի դա ընդունեք։ Այ դրա համար եք դուք ընկել մեղավորներ փնտրում։ Այ հենց դրա համար։ Որպեսզի ձեզ հեշտ լինի, տանելի լինի։ Դուք խուսափում եք ընդունելուց։ Իսկ այդ պարտությունը տեր ունի։ Ու դրա տերը նույնպես բոլորս ենք։ Բոլորս։ Նույնպես քաղաքացիներից սկսած, ձեր նման պատասխանատուներից, բոլոր ժամանակների վերջացրած։ Այո, Նիկոլ Փաշինյանն ներառյալ։ Բնական է։ Բոլորը իրենց մեղքի բաժինը անկալումներից սկսած, արհամարանքից վերջացրեցում են։ Մեկին է այսքան, մեկին է այսքան, մեկին է այսքան, բայց այդ պարտությունը բոլորինս է։ Ինչպես որ հաղթանակն էր բոլորինս։ Հասկանում եք։ Ու մենք պիտի հասկանանք, որ այո, շատ ծանր իրավիճակից ենք տոտիկ ելնում ու այսօր արդեն բավականին լուրջ տեմպի մեջ ենք։ Հիմա այդտեղ կամ կկպնեք, կօգնեք կամ չէ։ Կամ պետության կողքը կկանգնեք, կամ անընդհատ կհելնեք ու, չգիտեմ, Ալիևը էս ասեց, այն ասեց, ու կփորձեք կյանքներս ուտել։ Իմիջիայլոց Ալիև ասեցի, հիշեցի։ Այս Ուրեմն այստեղ այն մի անգամ ցույց տվել եմ, ու բայց այստեղ շարունակում է նույն ոգով իր գործն է։ Բայց ես այս ընկալման մասին եմ խոսելու, իր այդ 300,000 ադրբեջանցիները պարոն Կարապետյան։ Եկեք ասեմ ուր է, սա Զիաֆետ Ասքերովն է, Ադրբեջանի մեջլիսի պարլամենտի փոխնախագահ։ Հունիսի 18-ին նա ասել է հետևյալ խոսքերը. 300,000 ադրբեջանցիների եւ նրանց զավակների Հայաստանում հայրենի տներ վերադառնալը խաղաղության process-ի առաջնահերթային նպատակն է։ Հա, հենց ձեր գովազդած խաղաղության process-ի։ Այս մեկն էլ Էմին Ամրուլաևն է, Ադրբեջանի կրթության եւ գիտության նախարարը, ով նորը հունիսի 18-ին ասել է հետևյալ խոսքերը. Արևմտյան Ադրբեջանի խնդիրը անցել է գաղափարի փուլից դեպի ստրատեգիկ գործընթաց։ Այս մեկն էլ Ազիզ Ալաքբերլինը, Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, ով հունիսի 24-ին ասել է հետևյալը. առանց ադրբեջանցիների ներկայության Հայաստանի Հանրապետությունում երկարատև խաղաղությունը անհնար է։ Այս մեկն էլ Մալահատ Իբրահիմ Քիզինան, նույնպես Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր, ով հունիսի 29-ին ասել է հետևյալը. ադրբեջանցիների Հայաստան վերադարձը գնում է նախատեսված պլանի եւ հանդիսանում է ադրբեջանական համազգային առաջնահերթային նպատակ։ Ինչպես տեսակ, Ադրբեջանը բազմիցս ամենաբարձր պաշտոնական մակարդակներով հաստատում է, որ 300,000 ադրբեջանցիների եւ նրանց զավակների Հայաստանի Հանրապետություն վերադարձը անխուսափելի է եւ հանդիսանում է պարտադիր պայման երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար։ Հայաստանի ղեկավարությունը ոչ մի պաշտոնական մակարդակով չի հերքել այս հայտարարությունները, չի նշել, որ մեզ համար դա կարմիր գիծ է եւ ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն բացառվում է, հետեւաբար տեսակ ուր են, տեսա գալիս են, դուք էլ կարմիր գորգը փռած սպասում եք։ Ուր են 300,000 ադրբեջանցիները։ ասեմ, սույն երիտասարդին։ Նախ հարց, դու ինչ ես հասկանում, բարձր մակարդակով, պաշտոնական մակարդակով ասեց այս ձևակերպումը։ Նախ, այս ինչ օրը սա էս ասեց, այն ինչ օրը այն ասեց, այն ինչ օրը այն ասեց, ճիշտ է։ Ում ասեց։ Ում ասեց, որ հարթակից ասեց, դա կարևոր է։ Դա շատ կարևոր է։ Որովհետև մեր իրականության մեջ նույնպես կան պատգամավորներ, ռազմական գործիչներ, պետական գործիչներ, ովքեր մշտապես թե ասել են, թե ասում են, այն ժամանակ շատ էին ասում Բաքվում չայ ենք խմելու,
Ես չեմ կարծում թե ընդ մի հատ բլոգեր վերցնում ասում տեսեք հայերն ասում են Բաքվում չայ են խմելու ուրեմն կա չկա իրանք որոշել են մի 300,000 հոգով գամ Բաքու այ տեսեք սա էս գեներալն ասել էս պատգամավորը էս բանը պաշտպանության նախարարը Ո՞րտե խոսույթ է որը կիրառվում է ներքին շուկայի սպառման համար Հասկանում ես ազուժ Հիմա իրանք նախ չգիտեմ, այդ որ ասում ես այս պաշտոնին են պաշտոնին, իրանք դիմադիր են, չնայած Ադրբեջանում դիմադիր չարել են քիչ դժվար է, բայց այն ամենայն քաղաքական ուժեր են։ Ովքեր ամեն մեկը իր ադրբեջանցիներին ասելու համար, ասելու ու նրանց սերը շահելու համար իր քաղաքական process-ներն առաջ տանում։ Դու քեզ էդի վերցնում բերում մտցնում ստեղ ու ասում այ հեսա քանի որ ասել են, հեսա 300,000 հոգի գալու են։ Կներեք 30 տարի դաշնակները մինչև էլ բանը հեղափոխությունը ասում են Ստամբուլը արյան ծով եք դարձնելու։ Ես չեմ տեսել թուրք ով թուրքերին ասում էր խոճապեր լցնում մեջները ու ասում էր հեսա հայերը գալիս են փախեք ապեր հեսա մտնում են ձեր տները։ Դու տեսել ես թուրք այդպես ասող։ Ես չեմ տեսել։ Տարբեր հարթակն էլ է կարևոր, որ հարթակում ասել։ Որ միջազգային որևիցե մի հարթակում որևիցե մեկը որ հարթակում այդ է խնդիրը որ մինչև հիմի ծառայում եք ադրբեջանական պրոպագանդան հայկական իրականությունում տարածելու է ասեմ ձեզ որպեսի ադրբեջանական այո այստեղ կարող խաղել լինի կներեք եթե ես լինեի թշնամին հակառակորդ այս բaragայում Եթե ես տեսնեմ իմ խոսքը այնտեղ վերցում տարածում են ու դա բացասական ազդում իրենց հասարակության շրջանակներում, ոնց ես իմ բան ու գործը կլիներ նման նատիպ տեքստեր անընդհատ սարքել գցել դաշտ, որովհետև դրանից մեծ նվեր չկա։ Հասկանում եք։ Հիմա Ադրբեջանը շատ լուրջ փողեր է ծախսում եւ ոչ միայն Ադրբեջանը։ Նախ Պետք չի Ադրբեջանը մի մարմին ընկալել, էլ այնտեղ էլ շերտեր կան։ Հասկանում եք։ Ինչպես որ ցանկացած երկրում։ Ու կան այնտեղ էլ կան արտաքին ուժերի ազդեցության աշխատակիցներ։ Շպիոններ էլ կան, հանգիստ եք։ Ու հավատացեք, շատ լուրջ ֆինանսներ ու այդ ֆինանսներն իրանց այդ ծախսը իր արդյունքը տալիս է բան մեդիա տիրույթում կամ հիբրիդային հարձակումների ենթարկել ես կամ այն երկիրը ու մեծ փողեր են այդ ծախսում ու առավել ամենաթանկը հենց այդ է որ մի այլ երկրի բանը ցանկությունը այսինչ ամեն ինչ թեմայի վերաբերյալ ռեալիզացվի տվյալ երկրում դրա համար ինքը պիտի ասենք օրինակ մի 20 հոգի ադրբեջանցի բարձր ինչ որ կերպ անցկացներ Հայաստան Սրանք ակտիվ էջեր ունենային, ինչպեսիք որ 20-ից հետո ունեին, ասեմ ձեզ, ու մի քանիսին ես եմ հենց բռնացրել հենց թուրքեր, որոնք որ հայեր են, հայկական անուն ազգանունով, հայկական տիրույթում նստած բան էին անում, Քոչարյան էին սատար։ Ու գրեթե նույն բանն էին անում այդ ժամանակները, ինչ դուք նման եթերները վերցում կիսում, տարածում բան հայկական տիրույթում։ Պիտի բերեն նստածներ, սրանք ինչ որ կերպ բացեն այդ էջերը, ակտիվացնեն, ինչ որ կերպ, ես մեծ փողերի մասին է։ Ինչը որ անվճար անում եք դուք 6 տարի է, դու հենց չէ, դուք բոլորով։ Ես կերազեի տեսնեի օրինակ Ադրբեջանում ընտրություններ, որտեղ որ ցույց կտային, թե թեկուզ 90-ականներին կամ թեկուզ 44-օրյային որևիցե հատվածում մեր զոլքը ինչ ջարդ է տվել իրանց։ Ես կերազեի դա տեսնել ադրբեջանական TV-ում, բայց ցավոք կարծում եմ չեմ տեսնի երբեք։ Որովհետև իրանք ձեր նմաններից չունեն։ Հասկացա՞ր։ Դե ինչ, չգիտեմ, հա, մենք էլ հիմա որ ասում եք մի ջղայնացի կամ ես իմ այնտեղ են ինչ եղա, որ գրել էր ծառաձող, մանրաձող։ Նա Արա, հորինված կա, հորինված լսի, նայ։ Հիմա մտել ես, ապեր ես կինը չի, Ադրբեջանը Իրանի մի մարզ է, այն ադրբեջանական Թավրիզն է, ու ռուսերեն ագրում նայ, այ պրովոկատորն է, Մեբրիզը և Ազերը իրանցի պարսիկներ են, Բաքուն ադրբեջանցի չէ, այլ
կովկասյան ալբանացի, իսկ ազգերը դաղստանցիներ, Ալիևը զրուցում է թուրքմեներեն։ Ուրեմն, մեզ ստեղ պատմություն պետք չի սովորացնել հարգելիս։ Այն տպավորությունով որ գոռալով ես գրել, պրիտոմ ռուսերեն։ Հասկանում ես։ Մենք շատ լավ գիտենք Ադրբեջան, հավատա մենք այն աշխարհի ամենահին ազգերից ենք, որ բոլոր ազգերին շատ լավ գիտենք։ Մեզ ստեղ սովորացնելու բան չկա։ Գնա։ Այս պրովոկացիաները մեզ պետք չէ։ Գոյություն ունի աշխարհակարգը ժամանակակից աշխարհում աշխատում է սուվերեն պետությունների տարածքներով։ Պետք չի մեզ դա բան բացատրես։ Մենք ատերպատականի տեղն էլ լավ գիտենք, Կովկասյան ալբանացիներին էլ լավ գիտենք, մի րոպե ներողություն ժողովուրդ ջան։ Սա գիտական աշխատություն է, շատ լավ գիրք է, պիտի որ մի անգամ էլ ցույց տվեմ, ցավոք հələ ժամանակ չի լինում կարդամ, բայց այսքանն եմ կարդացել դեռևս, 41-րդ էջին եմ հասել, ուրեմն կոչվում է բուն աղվանք եւ հայոց արևելից կողմանք։ Ամբողջը այդ տարածքի, Ադրբեջան կոչվող տարածքի ամենահնագույն այդ տարածքում ապրած մարդկանց, թագավորությունների, իշխանությունների ամենահնագույն ժամանակներից եկող մինչև երևի մեր օրեր ինձ թվում է։ Ու գիտական աշխատանքը նենշի հայկական տեսանկյունից է միայն, ինքը լուրջ միջազգային մասնագետների բանորով է գնում, թե ինչի է աղվանք ինչա նշանակում, Ալբանիա ինչի է Ալբանիա դառնում, ինչի է մյուս, այդ ամեն ինչը ստեղ կա։ Ազիզ ջան։ Ես դրա մասին այն ինչ որ կարդում եմ հիմա, իհարկե նոր չեմ հասկանում։ Դրա այդ ամեն ինչի մասին ունենք ընկալումներ։ Պարզապես սա ավելի խորացված է ու պիտի ընթերցեմ սա։ Եթե ժողովուրդ ջան ձեզ հետաքրքիր է, անկեղծ ասեմ, սիրով առաջարկում եմ։ Եթե ձեզ հետաքրքիր է, ես պատրաստ եմ օրը 1-2 ժամ ընթերցեմ այս գիրքը ձեզ համար։ Ընթերցանություն կազմակերպենք, բայց թող լինի։ Եթե մարդիկ ասեն, բացի երեկոյան եթերները, տեսեք երեկոյան եթերը, բայց ցերեկն էլ կարող եմ ընթերցանություն կազմակերպել, ուղղակի էսի տեսեք, քանի էջ է ինքը։ Այստեղ ֆոտոներով, բանով շատ մանրամասն լուրջ շատ լավ կառուցված գիրք է։ Հեղինակը Մարտին Մանուկյան, անձամբ հեղինակից էլ ստացել է։ Չնայած սա կարծեմ պիտի վերադարձնեմ, բայց այն մյուսը նվեր եմ ստացել, ես մեկը մի օրինակ այր ամոթ պիտի վերադարձնեմ, սրիկայաբար չեմ վերադարձել, ինչքան վաղ չեմ կարող կարդալ վերջացնել, ոչ միայն դրա համար, այլ նաև նրա համար, որ գիտեմ, որ վերադարձնելու եմ, այն տողը, որը լավ չֆիքսեցի, հետ եմ գնում մի հատ եմ կարդում։ Ուրեմն մոտավորապես 290-300 էջ է։ Եթե օրը մի ժամ կարդանք կամ 2 ժամ, այդ նշանակում է մի 30, մի 10 օրվա մեջ կարելի է կարդալ վերջացնել։ Ես պատրաստ եմ, անգամ կարող եմ ոչ թե ուղիղ եթերի տեսքով անել, պարզապես տեխնիկաս չգիտեմ, երևի չի երիքի, որ ես 2 ժամ ձայնագրեմ, հետո տեղադրեմ, էլի համացանցում։ Ուրեմն պիտի ժամ պայմանավորվենք, որ ովքեր պատրաստակամ են լսել, այդ ժամին միանան, որ բան բաց չթողնեմ, որովհետև ընթերցանությունը չէ։ Դա այդ կա հասկանամ, ոնց անենք, վաղը կառաջարկեմ կասեմ։ Մի հատ դուք էլ պլյուսներ բան, ասենք, եթերներ փակելուց հետո էլ այն տակը մեկնաբանությունների դաշտում ստեղ չէ։ Փակելուց հետո, որտեղ ստեղ հետո վերջանում է։ Ասակ ճակատից բանա։ Այնտեղ էլ ասեք, եթե համաձայն եք, ես մշտապես եմ պատրաստ գրքեր կարդամ։ Մշտապես։ Անգամ փորձել ենք, հիշում եք, 1-2 անգամ, մի անգամ պիես կարդացի, մի անգամ կարճ փոքր գրքույկեր 2 եթերով էդի կարդացինք, վերջացրեցինք ու շատերին հետաքրքրել էր, շատ զանգեր անգամ ստացա, որովհետև այդ գրքի հերոսներից կամ անձանց դեր ինքը դոկումենտալ գիրքեր ընտանիքները կային, կապվեցին ինձ հետ։ Իսկ սա վերաբերվելու է հենց այն տարածքին, որը հիմա Ադրբեջանն է։ Ոչ թե ադրբեջանցիների պատմությունն է, այլ այն տարածքի պատմությունն է, որը այսօր ժամանակակից աշխարհում արդեն Ադրբեջանն է։ Նենց որ այս մասով ես էլ որոշեմ, դուք էլ որոշեք, մի 10 օրվա բանա կկարդանք կելնենք, ինչ ա եղել, օրը 1-2 ժամ ընթերցենք կգնա։
Իմ կարծիքով, այո, հանրությունը կարա այդքան ինֆորմացիա չունի, որտեղ ցավոք մեր դասագրքում, դպրոցական ծրագիրն էլ ինքը սահմանափակ է, էլի, ամեն ինչ չի կարա շատ լինի, ու ինչքան շատ տեղեկացված լինենք, այնքան զինված ենք, այնքան լավ է, ասենց ասեմ, ու հասկանում եմ, որ մարդիկ կան այդ ժամանակը չեն տրամադրի կարդան, բայց հաճույքով կլսեն։ Կամ ասենք Play Store-ով կգնա, երբ որ հարմար է, այդտեղ կդնենք շարունակենք։ Ես այդ ծառայությունը իմ կողմից պատրաստ եմ սիրով մատուցել, դրանից հետո էլ կարանք այս նույն գրքի մի րոպե հեսա նույն հեղինակի այս մյուս գիրքն է, սա էլ Հայաստանի պատմությունը, հա, շատ հանրամատչելի ձևով գրված, հանրամատչելի, հենց Հայաստանի պատմություն, տեսեք, հայոց պատմություն չի գրված կամ հայ ժողովրդի ամենայն հարգանքով մեր քերթողահայրերի հանդեպ, բայց սա ավելի հանրամատչելի ձևով Հայաստանի բանով է գրած։ Եթե կուզեք կարող ենք անգամ առաջինը էսի կարդանք, հետո էսի կարդանք, կամ էսի կարդանք, հետո տեսնենք արձագանքները ինչպիսին է, կանցնենք արդեն սրան։ Իմ կարծիքով կարելի է այնպես հետաքրքիր տվյալներ կա, շատ հետաքրքիր տվյալներ։ Մի խոսքով շատ հիանալի աշխատանք է տարված պարոն Մարտին Մանուկյանի կողմից։ Այո, գրքերի խնդիր կան, որովհետև մեր պատմությունը, մեր մասին բաները առհասարակ աշխարհընկալումը, որը որ պիտի մեզ հասնի, ժամանակակից գրքերը շատ քիչ ու թույլ են այդ առումով, ու հիմնականում երբ որ երեխի պիտի ասես նստի գիրք կարդա, ասում է ինչ գիրք կարդամ, արդեն դու չգիտես ինչ գիրք կարդա։ Սա խնդիր է առաջանում։ Բայց ինչ է եղել, ընթերցենք իմ կարծիքով։ Ժամ երևի ցերեկվա ժամ ավելի ճիշտ կլինի, ովքեր on-line կմիանան, ովքեր չէ, ես վերնագիր կդնեմ։ Ասենք օրինակ, կգրեմ կարդում ենք բուն աղվանք եւ հայոց արևելից կողմանք գիրքը ու կողքը թիվ կդնեմ։ Hashtag-ով թիվ կդնեմ, որ մարդիկ հեշտ գտնեն, հետո միացողները, հետո դիտողները ու էջերն էլ չխառնեն արդեն, էլի համարակալած կլինի։ Կկազմակերպենք այդպես մի բան։ Կարելի է գնել ջան, եթե ճարեմ կառնեմ ու նաև կկարդամ, բայց նաև հաճույքով կլսեմ։ Եթե տվյալ օրն էլ չլսեմ, հաջորդ օրը անպայման ժամանակ կգտնեմ։ Պետրոս ջան, այդ դրա համար եմ ասում, երևի համարակալելով կգնանք, որ մարդիկ երբ ուզեն բան անեն։ Փորձենք, եթե ինքը լավ արդյունք տվեց, դա կդարձնենք մեր ցերեկային զբաղմունքներից մեկը։ Իհարկե, չգիտեմ, ամեն օր ցերեկը կարող եմ, կարող եմ 1-2 գործերով փայտակ դուրս ու ներս ենք անում, բայց ցած կպայմանավորվենք, եթե ես հենց այդ օրը, հենց այդ ժամին չեմ մտել, ուրեմն այդ օրը մենակ երեկոյան եթերով կբավարարենք։ Մի խոսքով կհասկանանք իրար, մեկը մենք մերոնցով ենք մշտապես, էլի։ Չէ՞, որ կողքից շատ բան չկա։ Դե լավ է, որ ձեր համաձայնությունը ստացա, ես էլ ողջավորվեցի ճիշտն ասած, վաղը երեկոյան վերջնական ժամ կպայմանավորվենք, մյուս օրվանից կսկսենք։ Հիմա նայենք, այստեղ էլի կա նես թեմա, որ ասում է Ֆարմանյանը, ասում է պետք է Թալանը հետ բերենք։ Ճիշտ է, հումորով էր ասում, իր խնդալն էլ եկավ իր ասացի վրա, եւ Ռուբինյանն էլ լավ արձագանքեց, ասած մնում է հասկանանք, թե որտեղից ենք սկսում։ Հիմա ներողություն։ Հիմա Թալանը հետ բերելու հետ կապված ամեն դեպքում պարոն Ֆարմանյանին ասեմ հետեւյալը։ Ձեր մոտ մեկը կա Ղազինյան ազգանունով։ Այ իրանից սկսեք։ Ու գիտեք ամենավատը որն է, ժողովուրդ ջան, հատկապես ես ուզում եմ այն որ գրել էին ծանր բանես վերցնում կաղոտակից դուրս չգաս, հատկապես իր համար։ Իհարկե սրա մասին ես մի փոքր կբացեմ առաջիկայում, դեռ խաբարների եմ սպասում, բայց որ ասում եմ խնդիրները դատաիրավական պռավալները, իմիջիալուց այդ պռավալ բառից, ձախողում բառից խնդրում եմ կպեմ չխառնվի իրար, որովհետև մեծ արգո պարոն վարչապետը ինքն էլ է ասել, որ պռավալ ունեն հենց այդ։ Շատ դեպքերում հանրությունը կարծում է խնդիրը միայն դատարաններն են, ոչ ժողովուրդ չէ։ Հավատացեք, շատ ավելի շատ դեպքերում քննչական կոմիտեն է խնդիրը։ Գներ ջանից հետո արցակուրտը դել մեզ։ Նորմալ է, ես ավելի գիրք կարդալով ես հանգստանում։ Մանվել ջան։ Իմիջիալուց այս այդերը վերջացնենք մի զանգի։ Բանա, ուրեմն այն խայտառակությունը, որ կա քննչական կոմիտեում, երևի աշխարհում մի ուրիշ տեղ դժվար կլինի գտնել։ Լուրջ եմ ասում։ Նախ,
Եվ իհարկե ծառայությունները։ Նախ, երբ որ նոր ձերբակալում էին Սամվել Կարապետյանին ու նոր գնում էր հեծը պետականացնելու process-ի մասին խոսակցությունները, եւ դեռ անգամ Ռոմանոս Պետրոսյանը չեմ հասցրել էին արդեն նշանակել ժամանակավոր պաշտոնակատար թե չէ, ես մի անգամ եթերով ուղիղ բան եմ արել, հայտարարություն եմ արել, հիմա արդեն կորցրել եմ այդ աղբյուրը ճիշտն ասած, ասի բանին ծառայություններին, իր բանը ուժային կառույցներին։ Ասի Ժողովուրդ ջան, ես ինչ վայրից փաստաթղթեր են բարձել ավտոն, հետի հետ կապված, ըստ երևույթին սև հաշվապահությունը, տարել են հրազդան, այնտեղ այդպես արմատուրեքի գործարանի նման մի բան կա, տարել են այնտեղ վառելու, ինչի մասին են խոսացել են այսինչ մարդիկ, այսինչ տեղը։ Զերո արձագանք ա եղել, զերո արձագանք։ Այսօր Ղազինյանը, ով մեծ հաշվով շատ լուրջ բաների պատասխանատու է եղել ու նես չի, որ իմ կարծիքով գնահատողական դատողությունից ելնելով, նես չի, որ տենց մաքուր է եղել, այսօր եկել նստել է պատգամավոր։ Ու հաթաթայ է տալիս, արդարացնում է հեցին հերիք չի, ասում է թե ինչքան վատն եք դուք ու ինչքան վատ եք ամեն ինչ արել։ Մարդ, ով որ այն ամեն ինչի գլխին է եղել, ինչում որ փորձում եք մեղադրել Նարեկին, Սամվելին, մյուսին Կարապետյաններին կամ այս ամեն ինչի կծիկը եղել է Ղազինյանը։ Ու թե ո՞նց է եղել, այն մի հատ ստուգ եք հլը, էլի, աշխատավարձերը ինչքան են եղել, այդ որ ասում են անհետացան, այն 3 տարվա առած դրածը անհետացավ, կորավ մի ամեն, այդ է ասում, ես ասում եմ տարան վառելու, հաջորդ օրը սրանք ասում են անհետացան։ Մեկը չի ասում, նա այդ քաղաքացին, որ կապվել էր, կարող է կապվես մի երկու բան ճշտես, գնանք, չգիտեմ, մի կամերա մի բան կարող է ճարել։ Զերո։ Բայց շուտով մի շատ հետաքրքիր, շատ լավ տղայից, շատ լավ մարդուց, շատ լավ նորություններ ենք սպասում, պարոն Ղազինյան, նենց որ ծանր տեղդ կթեթևացնես, մեկ-մեկ կմիանաս մեր եթերների։ Դե ինչ, շնորհակալություն ժողովուրդ ջան, համել ես բանով ինձ էլ շատ ոգևորեցիք, ընթերցանության ժամ հատկացնելու մասով, ինձ էլ շատ ոգևորեցիք, փորձենք տեսնենք ինչ կստացվի, վաղը երեկոյան վերջնական կպայմանավորվենք ու կսկսենք։ Շնորհակալություն եթերը դիտելու եւ տարածելու համար։ Ախպեր ջան, այս քանդած փողոցների հարցը բա, հասկացանք, բարելավում են ախպեր ջան։ Նրանքի մեջ ենք անկազմակերպ սա քանդածը ամիսներով հեսա դասերը սկսի, բայց ինչա լինելու։ Տիգրան ջան, լրիվ համաձայն եմ ասացիդ հետ, ես մյուսի անցյալ այն մի եթերի ժամանակ ցույց չեմ տվել, ցույց եմ տվել։ Երևի դու այն մի եթերից չես նայել, շատ ջղայնացած է եթերը պարզապես, ու ցույց եմ տվել կոնկրետ այդ ջրվեժի տարածքի այդ հատվածը, բայց հակված եմ նաև այս վիդեոն Facebook չեմ ուզում հիմա հլտնեմ, անկեղծ ասեմ։ Ես մեր փաստաբանը, քանի որ հարցումները արել ստացել ենք գումի շուկայի թեմայի հետ կապված, բայց հիմա մի հատ էլ պիտի հարցում անենք ըստ իրանց հարցման տվածի հիման վրա, էլի դենտեղ ռազմավարություն ես էլի մշակում, այնպես է որ պիտի փաստաբանես այս երկու օրը տեսնեմ։ Ես անպայման այս վիդեոյի մասով էլ կխնդրեմ, որպեսզի մի հարցում ձևակերպի, պաշտոնական հարցում ուղարկենք ու ասենք կոնկրետ պատասխան տվեք, էսի ինչա ինչի համար է սենց։ Նենց որ ախպերս չմտածես, որ տենց հեշտ թողնում ենք անցնի, ուղղակի անկեղծ եմ ասում, չդիտեք հանկարծ էսի ուրիշ բան էլի Ժորժ ջան։ Խնդրում եմ ինչ ճիշտ հասկացեք։ Ամենայն անկեղծությամբ եմ ասում, շատ դժվար եմ ֆինանսապես ձգում։ Շատ դժվար։ Իմ աշխատավարձը Free News-ում մի հատ սովորական բան, որ մարդու աշխատավարձ է, որտեղից ես մի երկու հատ վարկ եմ տալիս, վարկ։ Այս օֆիսի փողն, ես իմ տուն վերջի անգամ, լավ է որ կինս աշխատում է։ Վերջի անգամ ես չեմ հիշում, իմ տուն փող մցրա, երբ եմ մցրել։ Ու վազում եմ այս հարցի հետևից, այն հարցի ավտոս էլ որ սարքեցի մատորը մի հատ էլ, ասենց ընկավ այս վիճակին, հələ նրա վարկն էլ լրիվ չեմ պարգել, մնացել եմ տաքսիներով, չեմ, իսկապես չեմ զգում։ Դրա համար իմ գործն էլ է դանդաղում։ Կներեք, որ սենց անկեղծ ձեզ ասում եմ։ Բայց ձեզ փող չեմ ուզում, հանկարծ չմտածեք, ուրիշ բաներ խնդրում եմ չմտածեք։ Պարզապես դժվար է ինձ։ Ու շատ հնարավոր է առաջիկայում մի հատ վերաթարվածնենք մեր հասարակական կազմակերպության հաշվի համարները,
որ եթե ցանկանաք մեր գործունեությունը հասարակական կազմակերպության, եթե ձեր սրտով ցանկանաք որոշակի նվիրատվություններ անեք, գոնե դա իմ գումարը չէ, դա հոպի գումարն է, այնտեղ մենք հաշվապահությունով արձանագրում ենք բան, ինչ չի։ Գոնե հոպին վերաբերվող հարցերը կարողանանք այտենց լուծել, գոնե գրասենյակը կարողանանք բայել, լավ շատ քաղաքացիներ գալիս հանդիպում են, գոնե հանդիպելու տեղը կարողանանք բայել։ Այսպես խնդիրներ կա, ամենայն անկեղծությամբ եմ ասում։ Ես սենց ինձ լրիվ գցել եմ այս ամեն ինչի մեջ, մեկը չի ասում, տղա ջան, հասկանում եք, բարդ է։ Իսկ քննչականի մասին հիշեմ կխոսամ անպայման, ես իմ գործի հետ կապված, ինչ խնդալու տեղ է հասել ու լրվել, որպեսզի ազգային ժողովում ֆիքսեն դա, հանձնաժողովները երբ որ ձևավորվեն, այս մասով եսիմ երևի մի բան այն։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորիդ, ամենաբարի ձեր այս դիտումները արդեն մեծ էլի աջակցությունը օգուտ է, այնպես որ բոլորիդ շատ շնորհակալ եմ այս ամառվա սեզոնին, երբ որ դժվար է ակնկալել թե դիտողականություն կլինի այս կամ այն թեմայով, ամեն դեպքում որ դուք կաք ակտիվ եք, ես մենակ շատ շնորհակալ եմ թե ձեզանից թե Աստծուց։ Ու շատ լավ է որ մենք որոշում կայացրեցինք առաջիկայում ընթերցանության ժամ ֆիքսենք ու մի քիչ ծանոթանանք։ Իհարկե ժանրերն էլ ընթացքում կփոխենք, եթե ամեն ինչ լավ ձևով գնալուց լինի։ Շնորհակալություն, լավ մնացեք, բարի գիշեր ձեզ։